Եթե Միացյալ Նահանգները հեռահար տոմահավ քրթիրներ մատակարարի Ուկրաինային, մարտադաշտում դրությունը չի փոխվի, բայց դա կհանգեցնի Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների սրացման։ Սոչիի Վալդայ քննարկումների ակումբում հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Могут томагавки нанести нам ущерб. Կարող են տոմահավքերը վնասել մեզ։ Կարող են, մենք կխփենք դրանք եւ կբարելավենք մեր հոբ համակարգերը։ Արդյոք սա կվնասի Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերություններին, որոնք այժմ լույս են տեսնում թունելի վերջում։ Իհարկե կվնասի։ Ինչպես կարող է այլ կերպ լինել։ Դրանց օգտագործումը առանց ամերիկյան զինվորականների անմիջական մասնակցության անհնար է։ Հին հնդկացիների մարտական կացնի անունը ստացած ամերիկյան նշանավոր հրթիռների Ուկրաինային մատակարարելու վերաբերյալ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսն էր ասել։ Ըստ նրա Թրամփը պատրաստվում էր անել այն, ինչը լավագույնս համապատասխանում է Միացյալ Նահանգների շահերին։ Սա է Միացյալ Նահանգների նախագահի արտաքին պաշտպանական քաղաքականության որոշումների շարժիչ ուժը։ Ես կթողնեմ, որ նախագահը խոսի դրա մասին, բայց ես գիտեմ, որ մենք հենց այս պահին զրույցներ ենք ունենում այդ հարցի շուրջ։ Պուտինը կրկնել է Միացյալ Նահանգներին ուղղված իր առաջարկը կամավոր հետաձգել միջուկային մարտագլխիկների սահմանափակումները, եթե Վաշինգտոնը նույնը անի։ Հակառակ դեպքում Ռուսաստանը վստահ է իր սեփական միջուկային վահանի վրա։ Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում կան մարդիկ, որոնք ասում են, մեծ ստարտ պայմանագրի որևէ երկարաձգում պետք չէ։ Եթե նրանք դրա կարիքը չունեն, ապա մենք էլ չունենք։ Ընդհանուր առմամբ մենք լավ ենք գործում։ Մենք վստահ ենք մեր միջուկային վահանի վրա։ Մենք գիտենք ինչ անել վաղը եւ մյուս օրը։ Կրեմլի ղեկավարը վստահեցրել է, որ ռուսական զորքերը առաջխաղացում են ունենում ուկրաինական ռազմաճակատի բազմաթիվ ուղղություններում։ Միաժամանակ նա անդրադարձել է Թրամփի Ռուսաստանին թղթեվագր անվանելուն։ Մենք թղթեվագր ենք, ապա ինչ է ՆԱՏՕ-ն այս դեպքում։ Պուտինը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգների գլխավորած ՆԱՏՕ-ի գրեթե ամբողջ դաշինքը այժմ պայքարում է Ռուսաստանի դեմ։ Նրանք այլևս չեն թաքցնում դա։ Դժբախտաբար կան հրահանգիչներ, որոնք մասնակցում են մարտական գործողությունների։ Եվրոպայում ստեղծվել է հատուկ կենտրոն եւ այն ըստ էության աջակցում է Ուկրաինայի զինված ուժերի բոլոր գործողություններին։ Ռուսաստանը արագ կարձագանքի, եթե Եվրոպան սադրի Մոսկվային մայրցամաքի ռազմականացման ճանապարհով, սակայն Պուտինի խոսքով դաշնությունը մտադրություն չունի հարձակվել ՆԱՏՕ-ի վրա։ Մենք պարզապես չենք կարող անտեսել տեղի ունեցողը։ Մենք իրավունք չունենք դա անել մեր անվտանգության նկատառումներից ելնելով։ Հետևաբար ուշադիր հետևում ենք Եվրոպայի ռազմականացման աճին։ Սա պարզապես խոսակցություն է, թե ժամանակն է, որ մենք հակազդեցության միջոցներ ձեռնարկենք։ Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հյաքանենը պնդում է, որ Ռուսաստանը միշտ կշահարկի իրենց թուլությունը, հատկապես եթե Եվրոպան եւ Արևմուտքը անմիաբան եւ անպատրաստ են։ Այս սպառնալիքներից խուսափելու համար եվրոպացիները պետք է արագացնեն ներդրումները, իրական ներդրումները։ Մենք պետք է գիտակցենք դրա հրատապությունը։ Եվրոպայում անօդաչուների թռիչքներով պայմանավորված խուճապի վերջին դրսևորումների առիթով Պուտինը կատակել է, խոստանալով, որ այլևս դրոններ չեն թռչի Դանիայի վրայով։ Նրա խոսքով Արևմուտքում ռուսական դրոնների շուրջ հիստերիան արհեստական է։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը եւ Եվրամիության մյուս առաջնորդները Կոպենհագենում կոչ էին անում Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել, մասնավորապես նրա էներգետիկ ոլորտի նկատմամբ, եւ ընդգծել, որ Ուկրաինան գտնվում է ընդլայնվող հիբրիդային պատերազմի առաջնագծում։ Մակրոնը կոչ է արել պաշտպանել սեփական շահերը առանց Պուտինին ազդանշաններ տալու իրենց մտադրությունների մասին։ Կարծում եմ, որ հիմնական պատասխանը պետք է լինի ավելի շատ անկանխատեսելիությունը եւ ավելի շատ ռազմական երկիմաստությունը։ Էներգետիկայի ոլորտում պատժամիջոցներին արձագանքելով Պուտինն ասել է, որ համաշխարհային տնտեսությունը կտուժի առանց ռուսական նավթի եւ մատակարարումների դադարեցման դեպքում գները կբարձրանան մինչեւ $100 մեկ բարելի դիմաց։ Մերի Դանիելյան, Free Open Media։